31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրության օրը հանդարտ է գնահատել։ Այս պահին միայն մեկ դիմում բողոք կա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, կապված այլ քաղաքական ուժերի կողմից ընտրության օրը քարոզչություն անելու հետ։ Բողոքներ հենց ընտրական process-ի վերաբերյալ մենք չենք ստացել, առ այս պահը չենք ստացել։ Մենք ստացել ենք դիմում բողոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի, որը վերաբերվել է ոչ թե ընտրական process-ին, այլ ընտրության օրը քարոզչության։ Քաղաքական ուժերը այսօր մինչև ժամը 18:00 եւ վաղը մինչև 11:00 հնարավորություն ունեն բողոքարկելու արդյունքները, մինչ այս պահը բողոքարկումներ չկան։ Այս փուլը կավարտվի այս վերահաշվարկը։ Նաև մենք ուսումնասիրենք 82 տեղամասերի գրանցամատյաններում գրառված, ասենք դիտորդն է գրառում արել, վստահված անձն է գրառում արել, ու ինքը չի արի, ինքը ասել է նախագահն է անում կամ քարտուղարը։ Այն հատվածում արձանագրությունների, որը որ այս տեխնիկական հատվածն է, այսինքն քվեների հետ կապ չունի, ընտրությունների վերջնական արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում են, ինչև դա վերահաշվարկը մենք ավարտած պետք է լինենք, այսօր եւ վաղը մենք դիմումների ենք սպասում վերահաշվարկի, այսօր մինչև ժամը 18:00, վաղը մինչև ժամը 11:00 վերահաշվարկի դիմումներն են։ Դրանից հետո մենք կսահմանենք ու նախորդ կզգուշացել ենք այս տեղամասային հանձնաժողովներին, որ իրենք նախագահներին եւ քարտուղարներին, որ ամբողջ կազմով իրենց անդառեն, ամբողջ կազմով ներկա լինեն վերահաշվարկի։ Ղազարյանը ներկայացրեց նաև մանդատների բաշխման կարգը։ Նշենք նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի քվեարկության հստակ պատկերը։ Վերցնում ենք, ասենք, մեր պարագայում 5 կուսակցություն է եւ 15 հաղթահար են։ Մեկը ունի 50 քվե պայմանական ասած 50, 40, 20, 15 Մանդատների պաշտպանը մասնակցում են այս քվեները։ Հիմի 50-ը ինչքան մանդատ պետք է ստանա։ 50-ը բազմապատկվում է 33-ի։ Կասեք ինչի 33-ի։ Ու բաժանվում է այդ նշածս թվերի գումարին։ 50 գումարած 40, գումարած 20, գումարած 10, գումարած 5, ինչ թիվ է անում։ 50-ը բազմապատկած 33-ի, բաժանած այդ ստացած թվի։ Ասենք եղավ 18.7%։ Նույն ձևի մյուսն ենք անում։ 40-ը բաժանում ենք էլի այդ բոլորի գումարին։ Թիվ ստացվեց 14.2։ Եվ այդպես շարունակ։ Հիշեցնենք, Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցել են 9 քաղաքական ուժեր, ըստ նախնական տվյալների անցողիկ շեմը հաղթահարել են 5-ը, քաղաքացիական պայմանագիրը առաջատար է 17183 ձայնով, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երկրորդն է 9727 ձայնով, մեր քաղաքակուսակցությունների դաշինքը 7380 ձայն ունի, Իմ հզոր համայն կուսակցությունը 4-րդն է ձայների քանակով 3734 ձայն, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքն էլ հավաքել է 2902 ձայն։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։